բայց կա նաև դրա այլ կողմը, միջազգային։ Այսինքն, եթե դու տրամադրված ես, այսինքն Հայաստանը վերջապես դարձնել, չասեմ, քո տարածք, կոպիտ ասած, գուցե անունը մնա, բայց ըստ էության կառավարման տարածք դու դառնաս Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, այստեղ կառաջանան հարցեր իրավական, միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այսինքն, այս առումով հռչակագիրը խանգարում է ադրբեջանցիներին ու թուրքերին միջազգային խնդիրները վերացնելու, ջնջելու առումով։ Չէ՞ որ կարող են լինել մարդիկ, մեկը կարող է դատի տալ եւ այլն միջազգային դատարան։ Հիմա էլ կա, նույն ցեղասպանության կապված հայցեր կան, Միացյալ Նահանգներում էլ կա հայցեր։ Դե թուրքերն էլ հոգնել են արդեն այդ դատարանների ձեռը, միջազգային հետազոտողների, չէ, մտածողներ եւ այլն, ուզում են էդ էլ զրոյացնել այդ խնդիրները, որ ոչինչ չխանգարի։